Ես զարմանքով եւ եթե անկեղծ ասեմ, մի փոքր զայրույթով արձանագրեցի, որ մեր մոտ կան քրեական գործեր, որ 2018 թվականից աղմուկ աղաղակով մեծ բաներով տենց լրատվական ուղեկցությամբ քրեական գործը հարուցվել է, հիմա մեկ էլ մի օր հիշում ենք, ասում ենք այդ քրեական գործը, որ տենց լրատվականների առաջին էջերում էր, բա ինչ եղավ եւ ստանում ենք մի կարճ տեղեկանք, նախաքննությունը շարունակվում է։ Սա կներեք անթույլատրելի է, որովհետեւ պետք է ի վերջո հանրությունը, կառավարությունը պատասխան ունենա։ Եվ ելի ուզում եմ ասել, որ ուզում եմ ընդգծել, որ կառավարությունը, պետական բյուջեն, այդ թվում ժողովուրդը հակակոռուպցիոն կոմիտեի վրա ահռելի եւ էական ներդրում է իրականացրել եւ ուզում եմ հիշեցնել նաեւ, որ առաջին անգամ հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորման ընթացքում էր, երբ որ աշխատավարձերի այդպիսի բարձր մակարդակ սահմանվեց, այն ակնկալիքով, որ կառավարության քաղաքական կամքը հակակոռուպցիոն քաղաքականության եւ պայքարի առումով ինչ որ ավելի ինստիտուցիոնալ կարտահայտվի, բայց ցավով պիտի արձանագրեմ, դա կապված չի իհարկե միայն հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության հետ, այլ խոսել ենք, որ դատաիրավական համակարգում ունեցած մեր խնդիրների մասին, բայց մյուս կողմից հակակոռուպցիոն կոմիտեն ունի շատ կարևոր դերակատարում մեր պատմության մեջ չկներեք, նախկինում եղել է։ Այսօր ըստ էության հակակոռուպցիոն կոմիտեն նաև ունի օպերատիվ ստորաբաժանում եւ մենք ակնկալում ենք, որ հակակոռուպցիոն պայքարը շատ ավելի էֆեկտիվ կլինի եւ ելի եմ ասում, դա ընդհանրապես անթույլատրելի է, որ կարա լինի դեպք, որ քրեական գործ հարուցվի, դրվի դարակում ու մեկ էլ այդ քրեական գործի մասին հիշենք 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 տարի հետո, ասենք, բա ինչ եղավ այդ գործը եւ պարզվի, որ այդ գործի նախաքննությունը շարունակվում է եւ սա կարծում եմ եւ պարոն Նահապետյան, ձեզ հետ էլ ենք քննարկել այդ հարցը, որ դա ուղղակի անընդունելի մոտեցում է եւ կարծում եմ քննչական կոմիտեի դեպքում էլ ցավոք նման իրադրություններ կամ դրան նմանվող իրադրություններ ունենք եւ մենք պետք է բացառենք սա։